Սաղաթելյան, դուք ասում եք շտաբերում հուզարկություններ կան, կարող եք ասել, քանի շտաբի դեպքում է եղել հուզարկություններ եւ ընդհանուր քանիսի ունեք։ 3 այսօր տեղի ունեցել աշտարակում։ Դրանից բացի հանրապետության տարբեր մարզերում, տարբեր միջոցներով, տարբեր մեթոդներով մեր ընկերների, համակիրների, աջակիցների վրա փորձում են ճնշում գործադրել։ Անիմաստ տեղ, օրինակ 3 Արարատի մարզում կանչում են ոստիկանության, չգիտեմ, տարածքի միլպետը, վարչության պետը, օրինակ, ինչի եք սրա այդ խոսել, արդյոք սպառնում եք, որ ձեզ քվետան, զգուշ եղեք, շատ ակտիվ եք, պրոբլեմ կունենաք։ Ես էլ իրանց ասում եմ, պրոբլեմ դուք եք ունենալու, շատ մեծ պրոբլեմ եք ունենալու, եթե խելքի չգաք։ Այդ անողները թող հիշեն, հերթով բոլորը գրանցվում է, իմջալուց էդ էլ հրապարակային, չէ, Մասիսի դեպքով չի, դա եղել է Արարատի մարզում, ոչ Մասիսում, մեր ընկերներից մեկի հետ։ Ես զգուշացնում եմ ուժային կառույցներին, որ բոլորի անունները հատ-հատ արձանագրվում է, թող մնան օրենքի շրջանակներում եւ հունիսի 7-ից հետո 8 կա։ Իհարկե, իրենք պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետությանը, Սահմանադրությանը եւ մնան օրենքի շրջանակներում, այլ ոչ թե շարունակեն կատարել այս խելագար թերքահապատակի օրինի հրահանգները, որովհետեւ ամսի 7-ից հետո այն որ ինքը ասել է ես ինչ գործ ունեմ, ինքնագործունեությամբ եմ զբաղվել, այդ վիճակն է լինելու։ Թող իրենք ընդհանրապես մնան օրենքի շրջանակներում եւ դադարեցնեն այս ապօրինությունները։ Այն որ քայլում ենք 7 հատ օպերդեմներից է գնում, 7 հատ կողքներից է, 7 հատ պարկինգից մինչեւ չգիտեմ որտեղ, ամոթ է, էլի սովոր ենք, 7 տարի դրա մեջ ենք, էլի, ասենք, այս արդեն ծիծաղում են, այո, շատ շնորհակալ ենք իմջալից։ Ոստիկանապետը Արարատի մարզային վարչության պետն է եղել։ Այսօր անուններով չենք ասում, աշխարհագրությունը ասեցի, դեպքը ասեցի։ Կարծում եմ, որ այդ անուններով ասելու պահն էլ կգա, բայց հիմա ընդհանրապես սա զգուշացում է, որ դադարեցրեք։ Ժողովրդավարության բաստիոնից խոսողը գողացել է, ուզում է գողանա մարդկանց ընտրելու եւ ընտրվելու իրավունք։ Այն ինչ որ անում են, սա ուրիշ մասշտաբի խայտառակություն է։ Իմիջիալոց էդ էլ ասեմ, են քաղ ծառայողներին, որ բերում կանգնացնում են ծափ են տալի, նկարում են խոնարհվում են 3 մետր ոտները որ քաշում են, վերջի հայանքը տալիս։ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ժողովրդի աջակցությունը եւ փորձում է այս ճանապարհով իր վերարտադրությունը ապահովել։ Իմիջիալոց ասեմ, եվրոպական դիտորդական առաքելությունները բոլորը այս մասին տեղեկացված են, շատ ավելի հանգամանալից, շատ ավելի փաստերով, առաջիկա օրերին նախորդող օրերին հանդիպումներ եղել է, առաջիկա օրերին լինելու է ամեն ինչ գրավոր մեր կողմից առնվազն բարձրաձայնությունների մասին նրանցել եք տեղեկացրել։ Անշուշտ տեղեկացրել ենք, ոչ միայն իրենց, ավելի չեմ բացառում վաղը մեր իրավական թիմը եւս մամուլի ասուլիս հրավերի շատ կոնկրետ փաստերով այս ամեն ինչի մասին խոսի, բայց մեր համար ակնհայտ է, որ առնվազն մինչև այս պահը կիրառում է երկակի ստանդարտ եւ պատշաճ գնահատական այս ամեն ինչին չի հնչում։ Իսկ ձեր աջակիցներից կամ կուսակիցներից, հա, որոնք ընտրական գործընթացների մեջ են, կան ձերբակալվածներ։ Այո։ Կան տարբեր շինցու հիմար գործերով որոշներին տարել են ձերբակալության, բայց դատարանը չի կալանքի տարել, ազատ արձակել հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում վերջերս մի շաբաթ առաջ մի ընկերի ջվանում, որ նախագահիդ մոտեց է ինչ-որ զրույցեր ունեցել այդ մարդնա կալանքի տակ, այսինքն մի պետական ծառայողը բարև տվե աշխատանքից հեռացրել են, ու սենց շատ նման պատմությունները լեցուն են։ Պարոն Սաղաթելյան, ամեն դեպքում սա ջլատում է ձեր ուժերը իշխանության։ Երեխեք, մենք վերջը պետքա նկատի ունենանք, որ մենք 7 տարի այս ամեն ինչի մեջ ենք։ Այս նույն ձեռագրով ձերբակալությունները, նույն այդ ձայնագրությունները, խուզարկությունները եւ այլ այնքան սովորական է, ընթացիկ բան է մեր համար վաղուց այլևս։ Եթե իրենց թվում է, որ այս ճանապարհով կկարողանան հասնել իրենց նպատակին, սխալվում են։ Բայց սա ակնհայտ ապօրինություն է, որը ստիպված մեզանից ժամանակ է խլում։ Պարոն Սաղաթելյան, ընտրություններին մնացել է 3 օր, ինչ եք կարծում, այնուամենայնիվ իշխանությունները կգնան Մոլդովայի սցենարի կիրառմանը, թե մենք կգնանք ընտրությունների եւ այդ
սցենարը չեն կիրառի։ Ես կարծում եմ դեռ վտանգը ամբողջությամբ չեզոքացված չէ, ևս իշխանությունը չի բացառվում վաղը ինչ-որ քայլեր եւ գործողություններ այդ իմաստով անի։ Մենք դա չենք բացառում, այդ սցենարը միշտ մենք նկատի ունեցել ենք եւ կարծում եմ դա կա, որովհետեւ իշխանությունը լավ հասկանում է, որ իր վերարտադրության ապահովումը պրոբլեմատիկ է ու ընդդիմության միասնական ՔՎՆ եւ ժողովրդի աջակցությունը շատ ավելի բարձր։ Փորձելով ուժերից որևէ մեկին մասնակցությունը ապօրինի կերպով դուրս դնի, սահմանափակի, անվավեր ճանաչի, ես չեմ բացառում, որ այդ քայլին կփորձեն դեռ դնել։ Պարոն Սաղաթելյան, մեկ հարց էլ, արդյոք ընդդիմության մեջ կա համագործակցություն, որ բնականաբար ոչ մեկը առանձին չի կարող ծածկել, չգիտեմ, վստահված անձանցով, դիտորդական առաքելությամբ, գոնե կա, որ բոլոր տեղերում որևէ ընդդիմադիր վստահված անձ լինի, որպեսզի վերահսկվի ընտրությունները, որովհետև Կարևոր հարց եք տալիս, մենք Հանրապետության 2000 տեղամասերում ունենք հանձնաժողովի անդամներ երկուական, բոլոր տեղամասերում ունենք երկուական վստահված անձ, ընդդիմադիր հիմնականում խոշոր միավորները եւս ունեն վստահված անձինք եւ այո, ընտրության օրը մենք ընդդիմադիր միավորներով առնվազն տեղամասում համագործակցելու ենք մեր ժողովրդի ՔՎՆ պահելու եւ թափանցիկ ընտրություն ապահովելու հարցում։ Ես էլ իշխանությունների համար ասեմ, թող նկատի ունենան, որ մենք գիտենք նաև այն բոլոր վտանգավոր տեղամասերը, որտեղ փորձելու են իրենց քաղաքապետի, թաղի խուժանի, մարզպետի, այտենց շատ անվանական են էլի դրանք, դրանցով այդ տեղամասերում մարդկանց վրա ազդեցություն ունենալ, մենք էլ փորձելու ենք այդ տեղամասերում ավելի ուշադիր լինել։ Իմիջիայլոց կան քաղաքապետեր, որ այդ տարածքներում ասում են, դե սա մեր հարցն է, Նիկոլի հարց չի, որտեղ ամաչում են ասում Նիկոլի համար են այտենց կյանք տալի, ասում են մեր հարցն է, առիթից օգտվելով ասում են, որ ամոթ ձեզ, էդի ու մեկ մեջ էլ դες լավ տղա են ձևանում, էլի, լավ տղան ինքնասիրություն է ունենում ու ամեն ինչ չի անում, որ թուրքը գա իր տուն, իր օջախ։ Այս իմիջիայլոց իրանց եմ ուղում, դες էլ լավ հասկանան ու արդարանալու համար չասեն, դե էսի մեր հարցն է, ոչ թե Նիկոլի, ձեր հարցը որ ուներ, ձեզ մի քիչ շնորհքով կպահեիք, որովհետև մի քանի տարի առաջ իրանք այլ կերպ էին մտածում։